Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո ամեն։ Այսօրվան աստվածաշնչական հատվածներեն մեկը մեզ գիշեցնե Հովանու Ավետարանիչին կողմէ նկարագրված Քրիստոսի խաչելության այն պատկերը, այն հատվածը, երբ Հիսուս արդեն իսկ խաչ բարձրացած է իր ամբողջական վերքերով եւ իր խաչին դագը գտեսնե իր մայրը Սուրբ Գույս Մարիամ Աստվածածինը խումբ մգիներով, ինչպես նաեւ Հովանու Ավետարանիչը իր սիրելի աշակերտը եւ գսե մորը ով գին ահավասիկ զավակդ ակնարկելով Հովանես Ավետարանիչին եւ աբաթարնալով Հովանեսին գսե ահավասիկ մայրդ։ Այս երկու խոսքերը արդասանված մեր Փրկիչին կողմէ ամենեն նվիրական, ամենեն սուրբ բահերեն մեկն է, որ Քրիստոս հագարակ իր բոլոր ցավերուն, իր բոլոր վերքերուն, նույնիսկ շնչահեղձ վիճակին մեջ խաչին վրայեն քուրքուրած եւ մտածեց իր մորը մասին, իր մորը հանդեպ, ինչպես նաեւ իր սիրելի աշակերտին հանդեպ։ Եթե բահմը փորձենք երևակայել այս նվիրական եւ սուրբ բահը, պիտի տեսնենք, թե ինչպիսի հոգևոր խորք եւ պատկամ ունի փոխանցելիք այսօր յուրաքանչյուրիս, որոնց մեկ ուզեմ քաղել միայն երեքը։ Առաջին, Մարիամ Աստվածածնին մյուս գիներուն, ինչպես նաև Հովանես Ավետարանիչին համար, թե կորզական օրեն եւ թե ըսկացական օրեն շատ դժվար էր այդ բահուն խաչին դակ գտնվել։ Սակայն անոնք ամեն դժվարություն, ամեն նեղություն, նույնիսկ ամեն տեսակի արգելք աչքի առնելով, անոնք գտնվեցան Քրիստոսի ամենեն նվիրական բահում իր խաչելության սուրբ խաչին դակ։ Եվ որովհետև անոնք այդտեղ գտնվեցան, արժանացան Աստծո փառքը տեսնելու։ Դեսան, լսեցին, թե ինչպես Քրիստոս նույնիսկ ավազագին կխոստանա, թե արքայության մեջ պիտլա իր հետ։ Դեսան, թե ինչպես Քրիստոս իր իսկամքով իր հոգին կհանձնե իր հորը։ Դեսան, թե ինչպես Քրիստոս խաչին վրա հաշտություն կոյացուց մարդուն եւ Աստծո միջև։ Եթե մենք մեր ամբողջ էությամբ, մեր գամքով ամեն ջինք ընենք Քրիստոսի խաչին դակ ըլլալու, Քրիստոսի խաչին հետևելու, հավատարիմ մնալու, մենք պիտի արժանանանք Քրիստոսի փառքը տեսնելու։ Այսօր հայ առաքելական եկեղեցին գտոնե Սուրբ խաչի երևման տոնը, որ գհիշադագե 4-րդ դարուն այն յուրահատուկ թեփքը, որ բադահեցավ օր ցերեգով երկնքի վրա Սիթենյացները մինչև Կողգոթա գերևի Հիսուսի հրաշապար խաչի նշանը։ Եվ այս մեկը մեծապես գաստ է բոլոր բնակիչներուն, որոնք բոլորն ալ գտեսնեն ու գվգայեն խաչի երևումը երկնքին վրա։ Եվ այս մեկը ուրիշ ապացույց մնե ըսելու համար, եթե մենք խաչին հետևորդ ենք եւ խաչին հավատարիմ ենք, ուր որ ան մեզ դանի, մենք պիտի արժանանանք Աստծո փառքը տեսնելու։ Նույն խոստումը գուտա Քրիստոս, եթե մենք մնանք հավատարիմ խաչին, երբ անգամ եւս Քրիստոս պիտի կա, երկնքին վրա պիտի երևի
նույն փառավոր խաչը ավետելու երկրորդ կալուստը։ Երկրորդ այս նվիրական բահը, որ դեղի ունեցավ եւ արցնակրեց Հովանես Ավետարանիչ, հետևյալը գխորհրդանշե։ Քրիստոս իր առաքյալը հանձնելով իր մորը, եկեղեցին ժողովուրդը գհանձնե իր մորը Սուրբ Աստվածածնին եւ անոր բարեխոսության։ Ինչպես նաեւ փոխադարձաբար Սուրբ Մարիամ Աստվածնի հոգադարության դակ կտնե իր սիրելի եկեղեցին, իր մարմինը, որբեսի ան իր մայրական սիրով, իր կթարադությամբ, իր բարեխոսությամբ քուրքուրա եւ հոգա եկեղեցին։ Որքան մեծ եւ վեհ մտածում է Քրիստոսի գողմե, հագարակ իր չարչարանքներուն, հագարակ իր անբատմելից սավերուն, մտածել ոչ թե միայն իր առաքյալին, իր մորը մասին, այլ քալիք սուրբ եկեղեցի մասին, որբեսի եկեղեցին մայրական սերեն չզրգվի։ Եվ հավասիկ այսօր մենք կվայելենք Սուրբ Մարիամ Աստվածնի բարեխոսության, երբ շատերս երբեմն գզլանանք, գզուլանանք, երբեմն նաև անդարբեր կգտնվենք, աղոթելու թե մեր անձերուն համար, թե մեր շրջապատին համար, ինչպես նաև մեր հավաքականության սուրբ եկեղեցին համար։ Մեր բոլորին դեղ Սուրբ Մարիամ Աստվածածինը անդադար գաղոթե, որբեսի Քրիստոսի եկեղեցին հաստատում մնա իր սյուներուն վրա եւ իր սուրբ առաքելությունը շարունակե։ Այս մեկը մեզ գհուշե, որ մենք իբրև Քրիստոսի մարմին, յուրաքանչյուրս, որ Քրիստոսի հոգադարության, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածնի բարեխոսության վստահված ենք, մենք մոդենանք խաչին, մոդենանք Քրիստոսի եկեղեցիին, նույն հոգածությամբ, նույն հոգադարությամբ, որովհետև ինչպես Մարիամ Աստվածածինը մեր բոլորին Սուրբ Մայրն է, նույնպես եկեղեցին մեր Մայրն է, որ հոգադարության եւ պաշտպանության գարիք ունի։ Մեր եկեղեցին ունի ավելի քան 1700 տարիներու պատմություն։ Եվ եթե եկեղեցին իր դարիքը գահարաչանա, իր զավակը իր մորը չի լքեր։ Հետևաբար այսօր հրավիրված ենք Քրիստոսի սիրով սիրելու, նվիրվելու, ծառայելու, պաշտպանելու սուրբ եկեղեցին մեր ամբողջ էությամբ եւ ամեն կնով։ Երրորդ, Քրիստոս հագարակ իր գրած անարդարության, դեսած չարչարանքներուն, դեսած սավին, չզլացավ իր սերը ցուցաբերել է իր զավակներուն հանդեպ։ Այսօր մեր մարդկային բարերով շատ թյուրին է նկարագրել, թե ինչպես Քրիստոս խաչվեցավ։ Ինչպես Քրիստոս խաչին վրա 7 խոսքեր արտասանեց, երբ ինք ոչ թե միայն ֆիզիկապես եւ հոգեպես սավեր կգրեր, այլ նա մանավանդ կգրեր իր սիրած ժողովրդին, իր զավակներուն ցուցաբերած անարդարությունը իր հանդեպ, մերժումը իրեն հանդեպ։ Հագարակ այդ սավերուն, այդ նեղության Քրիստոս նույնիսկ մեկ գաթիլը չզլացավ իր զավակներուն հանդեպ, հոսեցնել է, զորեցնել է, որբեսի թե իրեն խաչողը եւ թե նույնիսկ զինք չի ջանցողը վայելե իր սուրբ սերը։ Երբ մենք խաչի մասին գխոսենք, խաչեն եկած մեր յուրաքանչյուրին հանդեպ սերն ու զոհողությունը գսկանք։
Քրիստոս իրեն հանդեպ ցուսաբերված վերապերմունքին համաձայն չկործեց եւ իր փրկությունը չդվավ, այլ իր փրկությունը դվավ անշահախնդիր, անցնուրած կերպով, յուրաքանչյուրիս հանդեպ, եթե նույնիսկ մենք գորոշենք մերժել Քրիստոսի սերը, ինք չի զլանար իր սերը ցուցաբերել է յուրաքանչյուրիս հանդեպ։ Հետևաբար այսօր սիրելի հարազատներ, թե այս սուրբ բատկերին ջամփով, ինչպես նաև սուրբ խաչի երևման դոնին արիտով, մենք հավաքված ենք բոլորս սուրբ խաչին տակ, ըստելու եւ վերագանքնելու մեր գամքն ու ուխտը խաչյալին եւ խաչին ճանապարհին հանդեպ։ Երբ մենք կսենք Քրիստոսի հետևինք, կնշանակե անոր խաչին ջամփով գսկանք իր զոհողության սերը եւ գուզենք այդ սերը ոչ թե միայն վայելել ու ապրիլ, այլ նաեւ ապրեցնել մեր ամենօրյա կյանքի մեջ եւ ցուցաբերել նույն սերը իրարու հանդեպ։ Երբ մենք կսենք խաչին հետևորդ ենք, խաչին հավատարիմ ենք, կնշանակե ամեն քնով, ամեն դժվարություններու քնով խաչին դակ մնալ, խաչին շուկին, խաչին բահբանության դակ մնալ։ Այսօր աշխարհի վրա բազմաթիվ հոսանքներ կան, որոնք գարկիլ են, չեն կաչալերել, որ մենք խաչին շուկին դակ մնանք։ Այսօր դուրսը ամեն տեսակի քարոզություններ կարելի է գտնել, որոնք բոլորն այսպես կամ այնպես մեզ սուրբ խաչի շուկեն գերացնեն, այլ խոսքով նաև սուրբ եկեղեցու հովանիեն։ Հետևաբար մենք այսօր եկեք վերանորոգենք մեր գամքը, որ Քրիստոսի խաչին պիտի հետևենք Մարիամ Աստվածնի բարեխոսությամբ եւ իր քաչութենեն ներշնչվելով։ Եկեք այսօր մենք Սուրբ Հովհաննես Ավետարանիչին ցուցաբերած գամքով հագարակ բոլոր առաքյալներուն լքելուն մենք մնանք խաչին շուկին դակ, որովհետև ուրիշ դեղ չկա ապահովություն այս աշխարհի վրա։ Մանավանդ սիրելի հարազատներ, եթե մենք բոլորս Քրիստոսի անունը կգրենք, քրիստոնյա կգոչվենք, Սուրբ եկեղեցու միրոնով օծված եւ Սուրբոքին շնորհքը արածենք, մենք պետք է այդ մեկը մեր կյանքով եւ օրինակով ցուցաբերենք մեր ամենօրյա կյանքի մեջ։ Նույն սերը, նույն սիրո նմանությամբ ապրելու մեր շրջանակներուն մեջ։ Նույն սերը ցուցաբերել ոչ թե մեր հարազատներուն, մեր ընտանիքի անդամներուն հանդեպ, այլ նաև անոնց, որոնց չենք ճանչնար։ Միայն այդ ժամանակ մենք բոլորս իբրև սուրբ եկեղեցի օրը պիտի արժանանանք, ինչպես Երևան սուրբ խաչի ժամանակ, նաև երկրորդ քալուստին Քրիստոսի փառավոր սուրբ եւ լուսավոր խաչը տեսնելու երկնքի մեջ եւ ըսելու որ ահավասիկ քու զավակներդ, քու որդիներդ, եկեղեցու զավակներդ, եկեղեցու մարմինդ այստեղ ենք ու կսպասենք քու սուրբ արքայությանդ, որ օրհնյալ է այսօր, վաղը եւ հավիտյան։ Ամեն։